սիրելի ներկաներ, հարգելի հյուրեր, բժշկական անձնակազմ, այսօր հնարավորություն ունեք մոտիկից ծանոթանալու մեր ակադեմիայի գործունեությանը, կրթական ծրագրերի ու մասնագիտությունների, որոնք նախատեսված են ձևավորելու բարձրակարգ բուժ աշխատողներ, նվիրված մարդկային կյանքի պահպանման վեհ առաքելությանը։ Մեր ակադեմիան հպատությամբ է ներկայացնում ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթական միջավայր, փորձառու դասախոսական կազմ և նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ուսումնական գործընթաց։ Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել ձեզ, առողջապահության ապագա մասնագետների, կրթության ոլորտի ներկայացուցիչների և բժշկության նկատմամբ հետաքրքրված բոլոր անձանց։ Բարի գալուս հարգելի հյուրեր, սիրելի դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ։ Այսօր իրականացնելու ենք միջոցառում միտված առաջի բժշկական օգնությանը, թե ինչպես պետք է մատուցեն առաջի բժշկական օգնություն, լինելու է ավտովթար, հրդեհ, լինելու է շմոլ գազի թունավորում եւ ինչպես նաեւ այսօր ներկայացնելու ենք տաղավարներ, որ ցուցադրվելու է ակադեմիայի մասնագիտությունը, ինչպեսի մասնագիտություններ ունենք մենք, թե միջին մասնագիտական, թե բարձրագույն կրթություն։ Նախաձեռնությունը ակադեմիային է, նաև մենք խնդրել ենք փրկարար ծառայությունը մեր հետ համագործակցում, նաև Երևանի բժշկական կենտրոնի ղեկավարությանն ենք խնդրել, բոլորը մեզի աջակցում են։ Միջոցառումը միտված է ինչպես ազգաբնակչությանը իրազեկելու համար, նաև մասնակից են այսօր հանրակրթական դպրոցներից եւ ավագ դպրոցներից եւ ով կցանկանա կարող է այցելել։ Նման միջոցառումները Հայաստանի Հանրապետությունում, քանի որ շատ են լինում դեպքերը, թե հրդեհներ, ավտովթարներ, աղետներ, կարծում եմ յուրաքանչյուր կրթական, որ ներկայացնում է բժշկական կրթականացում, պետք է նման միջոցառումներ իրականացնի։ Նպաստենք կյանքեր փրկելուն։ Կուզեմ բոլոր մասնակիցները ուշադիր հետևեն միջոցառմանը, ակտիվ ցուցաբերեն մասնակցության տաղավարներին մոտիկանան, տեսնեն, թե ինչ բարձր մակարդակի, բարձր որակի ակադեմիա ունենք մենք այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Նվազագույնը տարին 1-2 անգամ կազմակերպվում են նման էքսպոներ, սրանք ինֆորմացիոն բնույթ ունեն, քանի որ մեր ուսանողները փաստացի մինչև այստեղ ընդունվելը տեսել են, թե ինչպես են աշխատում, ինչպես է աշխատում ակադեմիան, ինչ գործառույթներ ունի եւ սա հենց ուսանողների նախաձեռնությունն է եղել կազմակերպել նմանատիպ միջոցառում, որպեսզի հաջորդ սերունդներն էլ հասկանան, թե այստեղ ինչ կարող են սովորել, ինչպիսի հետաքրքրություն կարող է լինել եւ այլն։ Սա բացառապես ուսանողների նախաձեռնությունն է, բոլոր սցենարները, բոլոր գաղափարները, բոլոր էքսպոյի սեղանիկները, բոլորը ուսանողների նախաձեռնությունն է, իրենք պարզապես ցանկացել են հաջորդ սերունդներին տեղեկացնել, թե ինչ է իրենց այստեղ սպասվում։ Այո, արդեն 4-րդ տարին է, որ գալիս ենք մենք Երևանի ակադեմիան ու տալիս վերակենդանացման հիմնական միջոցառումներով ենք ներկայացում աշակերտներուն, իսկ ամեն սեսիան 4 ժամ է ու բավական ժամանակով մենք մանրակներով պարապում ենք, խոսում ենք տարբեր ծևերը, ոնց պետք է մոտենանք հետազոտությունից հետևում ամենավերջին ստանդարտով ենք սովորացնում ու շատ լավ է այստեղ, որովհետև իրանք միշտ հրավիրում են մարդկանց, որ վերջին ստանդարտով սովորացնում են, որ որակի ներկայացնեն իրենց աշակերտներուն եւ ես գիտեմ, որ իրենք հարկում են եւ գուզեն, որ միշտ լավագույնը ներկայացնենք, դրա համար մենք հպարտությամբ գալիս ենք այստեղ եւ շատ սիրում ենք իրենց աշակերտների հետ աշխատենք եւ արդեն 4-րդ տարին է, որ այստեղ գալիս ենք եւ միշտ հույսով եմ, որ միշտ կգանք, մի քանի անգամ տարին գալիս ենք, որ իրենց աշակերտների հետ պարապենք։ Իրավիճակ համար առաջին, ավտովթար։ Շուտ, շտապօգնություն կանչեք։ Բարև ձեզ։ Շտապ կանչ գրանցեք։ Ինչ դեպք է։ Ավտովթար։ Քանի վիրավոր, 2։ Գիտակից են։ Մեկը գիտակից է, մյուսը անգիտակից։ Կանչը գրանցված է, շուտով կմոտենա։ Ստուգում ենք տեղանքի անվտանգությունը։ Տեղանքը անվտանգ է։ Տեսող
Արկա է բաց կոտրված զարգերական արնասություն, որովհետև արնասություն տեղնան և այլ կարմիր բնիկ։ Եվ որ տուզածի մոտ արկա է բանգուրավային վնասված, կատարում ենք պարանոցի հանշարժացում հետագաբարձություններից խուսափելու համար։ Տեղադրում ենք տարանը բաց կոտրվածքի վերևում զարգերական արնասությունը կանգնեցնելու նպատակով։ Երկրորդ տուզածին կատարում ենք տեղափոխում դեպի 4 պատգարակ։ Պարանոցի դիկտատոր, որպեսզի խուսափենք ողնաշարի խորհրդանիշներին։ Պատրաստեք։ Կատարում ենք տուժածի մոնիտորինգ կարծո մոնիտորի օգնությամբ։ Տեղադրում ենք վիրակապ բաց կոտրվածքի հատվածում շրջանցելով ոսկորի կոտրված հատվածը, որը ցույցված է դեպի դուրս։ Երկրորդ տուզածի մոտ արկա է շնչառական պանք, սկսում ենք արհեստական շնչառություն արբոյի պանքով։ Սպոնտաշնչառությունը վերականգնվեց, տեղափոխում ենք տուզածին դեպի շտապախոսյալ մեքենա։ Իրավիճակ համար 2, հրդե։ Ծածկում ենք նրան ջերմամեկուսիչ ծածկոցով։ Ուզում ենք որի շնորհակալությունը հայտնել բոլոր մասնակիցներին, հերկար ծառայությանը, Երևանի բժշկական կենտրոնի ղեկավարության ներկայացումը համար, եւ վերջում Երևանի բժշկական ակադեմիայի ուսանողության եւ անձնակազմության
Երևանի բժշկական ակադեմիան բաց դռների օր էր, հրավիրել էինք մի շարք դպրոցներից եւ բուհերից ուսանողներ, ովքեր հետաքրքրված են առաջին բուժօգնությամբ եւ կատարեցինք լայնածավալ առաջին բուժօգնության տրեյնինգ, պարապմունք, որի ընթացքում դեմոնստրացրեցինք մի շարք իրավիճակներ, ակտուալ իրավիճակներ, որոնք մեզ կենցաղում շատ հազվադեպ հանդիպում են։ Եվ դրան ժամանակ առաջին նախաբժշկական օգնություն ցուցաբերեցինք, որը կարծում եմ շատ օգտակար կլինի հետագա կյանքի համար, ինչպես աշակերտների, այնպես էլ ուսանողների եւ բոլոր հավաքվածների։ Իբրև կարիերայի կենտրոնի պատասխանատու, նախ կարծում եմ այս ամենից հետո ավելի պարզ է դառնում, թե Էրեբունի բժշկական ակադեմիայում ինչ մակարդակի է կրթությունը դրված, ինչպես մեր հոգաբարձությունների խորհրդի նախագահ Տիկին Քուշկյանն է միշտ ասում, ամենաառաջինը պետք է աշխարհին զուգընթաց քայլենք, այսինքն միջազգային չափորոշիչների կրթություն, ուսանողակենտրոն կրթություն եւ բարձր մակարդակով կրթություն։ Ակադեմիայում մենք պատրաստում ենք ինչպես պրոֆեսիոնալ մասնագետներ, այնպես էլ մարդ, իբրև մարդկային կոչման բարձր ներկայացուցիչ։ Ողջույն, ես Աննա Նահապետյանն եմ, հանդիսանում եմ Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի պրակտիկայի մեթոդ ղեկավարը, ինչպես նաև քույրական գործի հիմունքներ առարկայի դասախոս։ Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի ուսուցման առաջնահերթությունը տրված է ուսանողների պրակտիկ գործունեությանը։ Պրակտիկաներն անցկացվում են Հայաստանի առաջադար բժշկական կենտրոններում, այդ թվում Էրեբունի բժշկական կենտրոնում, որտեղ ուսանողները պրակտիկ գործունեություն են ծավալում ինչպես թերապևտիկ, այնպես էլ վիրաբուժական բաժանմունքներում։ Բարև ձեզ, ես Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամի միջին մասնագիտական ուսանողական խորհրդի նախագահն եմ։ Այսօր մենք պատրաստել էինք շատ հետաքրքիր միջոցառում եւ սա մեր կազմակերպչական աշխատանքներից մեկն էր, որպես ուսանողական խորհրդի նախագահ ուզում եմ նշել, որ մեր ուսանողական կյանքը բավականին լեցուն է եւ բովանդակալից։ Մենք կազմակերպում ենք շատ հետաքրքիր միջոցառումներ, սեմինարներ, բանավեճ քննարկումներ, մեր փորձառու բժիշկների հետ հանդիպումներ։ Մեզ մոտ նաեւ կազմակերպվում են սպորտային միջոցառումներ, էքսկուրսիաներ, ինչպես նաև մի կարևոր փաստ։ Հիմա արհեստական բանականության պատճառով շատ մասնագիտություններ մի քանի տարի անց ուղղակիորեն կկորցնեն իրենց կարևորությունը, բայց բուժքրոջ եւ բժշկի մասնագիտությունը այն մասնագիտություններն են, որոնք փոխարինելն անհնար է։ Դրանք մասնագիտություններ են պատվի, հարգանքի ու հոգատարության մասին։ Եվ եթե երկմտում եք մասնագիտություն թրելու հարցում, համեցեք Էրեբունի բժշկական ակադեմիա։ Ընտրության հնարավորությունը բավականին երկար ժամանակ էր տրված, սակայն վերջնական հանգամանալից ընտրությունը եղավ Էրեբունի բժշկական ակադեմիան։ Ուսանողական կյանքը բավականին բուռն է անցնում, թե ընդհանուր մասնագիտական առումով եւ թե հենց կազմակերպվող միջոցառումների առումով։ Ունենում ենք հետաքրքիր սեմինարներ, բավականին մեծ ու լայնամասշտաբ հանդիպումներ հայտնի բժիշկների հետ, հայտնի մասնագետների հետ եւ հենց փորձի փոխանակումն էլ կարևորագույն գրավական է ներկայումս լավագույն բժիշկներից մեկը եւ լավագույն մասնագետներից մեկը դառնալու համար։ Մեծ մոտ կրթությունը անցկացում է միջազգային չափանիշներին համապատասխան եւ շատ հագեցված է։ Նախ նշեմ, որ լսարաններն են հագեցված բոլոր համապատասխան պարագաներով եւ սիմուլյացիոն կենտրոններով առկա է ակադեմիան։ Բուժական գործ ֆակուլտետում ստանում են միջազգային հավաստագրումով դիպլոմներ, որոնք մեծ հնարավորություններ են ստեղծում ուսանողներին կրթությունը շարունակել արտասահմանում։ Ես Էման եմ Հովանեսյան, սովորում եմ Էրեբունի բժշկական ակադեմիայի միջին մասնագիտական բաժնում, ստանալու եմ քույրական գործ որակավորում։ Ընտրությունս կատարել եմ ինքս, սակայն ցանկանում եմ շարունակել իմ գործը եւ ստանալ բժշկի որակավորում, ցանկանում եմ դառնալ անեստեզիոլոգ ռեանիմատոլոգ։ Բժշկական հիմնադրամը ավարտելուց հետո այստեղից կարող ենք շարունակել կրթությունը ցանկացած բժշկական հաստատություններում, այլ բուհերում եւ նստել միանգամից երկրորդ կուրս, սակայն ինքս հենց նախընտրել եմ Էրեբունի բժշկական ակադեմիայի բարձրագույն կրթությունը, այստեղ բուժակ բաժնում ցանկանում եմ շարունակել կրթությունը ու ստանալ բարձր որակավորում։ Այստեղ օրերը անցնում են շատ հաճելի, շատ հետաքրքրաշարժ, ունենում ենք կազմակերպված տարբեր միջոցառումներ, հենց այսօր եւս բոլորը երևի նկատել են այդ ամենը։ Ունենում ենք շատ հետաքրքիր դասեր, ունենում ենք տարբեր միջոցառումներ, սեմինարներ, բանավեճեր, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում մեր առօրյան հենց Էրեբունի բժշկական ակադեմիայում։ Կարծում եմ, որ ովքեր որ այստեղ են գտնվում, կարող են հաստատել այդ ամենը ու հետագա բժշկական կրթությունը շարունակել եւս հենց այստեղ արդեն բարձրագույն կրթություն ստանալու համար։ Այժմ ես սովորում եմ բժշկական կամ բուժական գործ ֆակուլտետում եւ գտնվում եմ երկրորդ կուրսում, անմիջապես ընդունվել եմ հենց
երկրորդ կուրս, քանի որ Էրեբունի բժշկական ակադեմիա հիմնադրամը տալիս է նմանատիպ հնարավորություն, կարող ենք ինչպես այլ բուժական հաստատություն ընդունվել, այնպես էլ կարող ենք լավ գնահատականներ ունենալու դեպքում ընդունվել հենց բժշկական ակադեմիա եւ շարունակել կրթությունը այստեղ։ Ներկայումս հանդիսանում եմ Էրեբունի բժշկական ակադեմիայի ուսանողը բժշկական ֆակուլտետում եւ ինձ դուր է գալիս այստեղ կրթությունը, քանի որ ունենք բարձր որակավորում ստացած մասնագետներ, ովքեր կարողանում են կիսել իրենց գիտելիքները մեզ հետ, ովքեր պատրաստական են եւ նրանք ցանկանում են մեզ դարձնել լավ մասնագետներ։ Մենք կարող ենք յուրաքանչյուր հարցով դիմել թե մեր ուսանողական խորհրդին, թե մեր դասախոսներին, այդ թվում նաեւ անգամ տնօրինությանը, քանի որ նրանք բոլորը պատրաստական են, ինչպես գիտելիքների առումով մեզ օգնելու, այնպես էլ մեզ լավ մասնագետ դարձնելու եւ լավ մասնագետներ կերտելու համար։ Ես ընտրել եմ օֆթալմոլոգիա ուղղությունը եւ վստահ եմ, որ Էրեբունի բժշկական ակադեմիայի հիմնադրամը կտա ինձ այնպիսի գիտելիքներ, որպեսզի ես կարողանամ դառնալ լավագույն մասնագետներից մեկը։